Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի աշխատանքային այցի հետ եւ այցը շատ կարեւոր իրադարձության էր նվիրված, որովհետեւ Եվրոպական միության հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին, սա նշանակում է, որ որոշակի ապրանքախմբեր Եվրոպական միություն կարտահանվեն, կներկրվեն առանց մաքսատուրքի, այսինքն ազատ առևտրի ռեժիմով։ Նախագահ ֆոն դեր Լայենի հայտարարությունների համաձայն այս որոշումը կվերաբերվի ընդհանուր առմամբ Հայաստանից պոտենցիալ արտահանումների շուրջ 80%-ին, գյուղատնտեսական նշանակության ապրանքների 99%-ին, գյուղատնտեսական արտադրանքի պտուղ բանջարեղենի 99%-ին եւ ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների շուրջ 90%-ին։ Իհարկե այս ցուցակները կջշկրտվեն, պիտի արձանագրեմ, որ մինչև այս որոշման ամբողջական ուժի մեջ մտնելը որոշակի ժամանակ կտևի, որտեղ անդամ երկրները այս ընթացքում պետք է որոշումներ կայացնեն եւ նաեւ Եվրոպական խորհրդարանը պետք է համապատասխան բանաձև ընդունի, դա որոշակի ժամանակ կտանի, բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք այսօր էլ ունենք որոշում, որ արտահանման աջակցություն ենք ցուցաբերում մաքսավճարների հարցում, նկատի ունեմ իրական կյանքում այսօր էլ մենք մեր կողմից ենք այդ հնարավորությունը ստեղծել, իհարկե այս որոշմամբ ավելի ընդլայնվում է, բայց հիմա այս որոշումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի այն պոտենցիալ հնարավորություններից, որ բացվում են, մենք կարողանանք օգտվել, որովհետև մեր մասնավոր հատվածը եւ բիզնեսը պետք է սովորի ինչպես օգտվել մեխանիզմներից։ Ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ սա մեր արտահանողների մի զգալի, եթե ոչ մեծ մասի համար բոլորովին նոր ուղղություն է եւ բնականաբար հատուկ մեզ համար Եվրոպական միության ներկրման ընթացակարգերը եւ այլն չեն փոխվելու, ասենք ազատ առևտրային ռեժիմով, բայց պարզա որ փաստաթղթաշրջանառության եւ այլն որոշակի կանոններ կան եւ մենք իհարկե պայմանավորվեցինք նաեւ Եվրամիության գործընկերների հետ, որ մենք համատեղ ծրագրեր կանենք, որպեսզի մասնավոր հատվածի մեր գործընկերներին աջակցենք, որպեսզի նրանք նաև համապատասխան կադրեր պատրաստեն, որոնք տեղյակ կլինեն, սկսած լեզվի իմացությունից, վերջացրած օրենսդրության իմացությամբ, ի վերջո այս որոշումները դե յուրե որ լինեն, այդ տեքստերը պետք է կարողանալ յուրացնել, թե ինչպես է աշխատում մեխանիզմը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ մենք այսօր էլ իրավիճակներ ունենք, որ ինչ որ մի տեղում ինչ որ մի բեռնատար կամ բեռնատարներ կանգնել են բավականին երկար ժամանակ այն պատճառով, որ այդ թվում լեզվական խոչընդոտների եւ այլնի պատճառով ինչ որ փոքր նրբությունների չեն տիրապետել եւ այսինքն այսպիսի խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ ես ուզում եմ մենք գնահատենք այս իրադարձությունը, որովհետեւ սա շատ էական եւ շրջադարձային պահ է, որովհետեւ Եվրոպական միության 450 միլիոնանոց շուկան, որը բարձր գնային սեգմենտի շուկա է եւ որը բայց նաեւ բարձր ստանդարտների շուկա է, կներեք բանով մենք չենք կարա Եվրամիություն դույլով ծիրան տանենք, չենք կարա։ Եվ սա նորմալ է, որովհետև մենք ուզում ենք, որ համաշխարհային շուկային հասանելիություն ունենանք եւ վերջո լավ առիթ է, որ մենք նաեւ մեր սննդի, մեր ստանդարտները, որ մենք ունենք թղթի վրա, նաեւ իրական կյանքում իրականացնենք եւ այսպես շարունակ նկատի ունեմ Եվրամիությունը որոշումները կայացրել է եւ այս ընթացքում աշխատելու են Եվրամիության ինստիտուտները, բայց այս ընթացքում մենք էլ պիտի աշխատենք։ Մենք էլ պիտի աշխատենք մեր մասնավոր հատվածի հետ, որպեսզի նախ նրանց իրազեկենք, ինչպես նախ մենք իրազեկվենք, ինչպես են մեխանիզմները աշխատում, երկրորդը նաև մասնավոր հատվածին իրազեկենք, թե ինչպես են աշխատում։ Այսինքն քաղաքական մակարդակում արտահանման խնդրեմը քաղաքական մակարդակում կարող ենք արձանագրել, որ լուծված է։ Հիմա մնում է պրակտիկ մակարդակում
դա մենք կարողանանք լուծել, դա արդեն մեր աշխատանքն է, սա արդեն դրսի ինստիտուտների, մեր միջազգային գործընկերների անելիքը չի, մեր անելիքն է, մենք պետք է շատ ակտիվ աշխատենք եւ պարոն Գրիգորյան, մեր նախարարությունների հետ համոզված եմ, որ մեր կառույցների հետ այս ընթացքում պետք է ժամանակ չկորցնել, ինտենսիվ աշխատել, որպեսզի այս հնարավորությունը մենք պատշաճ ձևով կարողանանք օգտագործել։ Իհարկե քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների օրակարգի հետ կապված ոչ մի նոր բան չկա, նկատի ունեմ այդտեղ մեր համագործակցության մեխանիզմները ոնց որ թե կարգաբերված են, աշխատում են, դե իհարկե մենք ներսում էլ այդ քննարկում ունեցել ենք, որ հիմա շատ լավ առիթ է, որպեսզի մենք մեր բարեփոխումների ամբողջ փաթեթը պայմանական ասած ռեստարտի ենթարկենք, որտեղ տեսնենք այնտեղ, որտեղ մեր առաջընթացները կամ դանդաղել են, կամ լճացում է տեղի ունենում, կամ ինչ որ հետընթացներ ունենք, մենք պետք է կետ-կետ անդրադառնանք, որպեսզի մեր ժողովրդավարական բարեփոխումների եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների բաց թողնվածը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պայքարով հակակոռուպցիոն քաղաքականությունը հիմա պետք է դառնա առավել սկզբունքային։ Ինչու հիմա, որովհետև մենք նաև պետական կառավարման հատվածում շատ լուրջ բարեփոխումներ ենք իրականացնում եւ ինչ այլոց շատ կարեւոր արձանագրել, որ այդ բարեփոխումների հայեցակարգ այդ թվում ընդունվել է հանրության կողմից, որտեղ մենք կարողացանք հանրությանը ցույց տալ պատճառահետևանքային կապերը, ինչպես մենք պետական կառավարման համակարգի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելով կարող ենք շատ կոնկրետ օգուտներ բերել քաղաքացիներին, որ կարող է արտահայտվել առողջության ապահովագրության համակարգով, որը կարող է արտահայտվել թոշակների բարձրացման համակարգով, որը կարող է արտահայտվել անապահովության գնահատման նոր համակարգով, դպրոցաշինությամբ եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ մենք իհարկե հիմա առավել եւս հակակոռուպցիոն մեր քաղաքականությունները պետք է մի հատ ռեստարտի ենթարկենք, թարմացնենք։ Մենք իմիջայլոց այդտեղ մենք հիմա պետք է լուծենք տեղական ինքնակառավարման ոլորտում մենք այդ խնդիրը պետք է լուծենք, որովհետև մենք մեզ խաբում ենք եւ պետք է եթե թիմերը ինչ-ինչ պատճառով չեն համարձակվում այդ որոշումները կայացնել, էլի նորից պետք է դնել կատարողականի հիման վրա վարձատրության համակարգեր է պետք ներդնել, կառավարությունը պետք է դա անի։ Այսինքն չգիտեմ, օրենքով մենք դնենք բանաձևը, մենք վերցնենք մեր վրա, որտեվ իրանք չեն անելու, որտեվ այնտեղ քաղաքական, չգիտեմ, ավելի, այսինքն մենք թիմերին ասում ենք, քաջալերում ենք, ասում ենք ավականիներով ընդունվում, բայց այնտեղ չեն կարողանում բարդույթները հաղթահարեն։ Չնայած ինչ կա բարդույթի ես դժվար եմ հասկանում, բայց մեկը չեն կարողանում հաղթահարել, մենք պետք է օրենքով բանաձևը դնենք, ասենք սենց է սրանից հետո կատարողականի գնահատման համակարգում, ընդ որում դա պետք է անել անհետաձգելիորեն։ Այսինքն մենք պետք է աշխատենք նենց, որ 27 թվականի հունվարի 1-ից այդ կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատի։ Դնենք մոտավորապես մոտարկված համակարգը թիմի համար է նույն ձևով ընդունենք, անցնենք առաջ։ Շատ լավ, ասվածի վերաբերյալ կան դիտարկումներ, չկան։